Եթե մարդը իր ծնողին չի հարգում, նա Աստծուն երբեք չի կարա հարգի։ Եթե մարդը չհասկացավ ինչ բանա ծնող, այսօր շատեր երեխաներ ունեք, ոնց եք պահում այդ երեխաներին։ Այդ երեխան ծնվում է, ոչինչ չի հասկանում։ Ոչ հասկանում, ոչ բան։ Նրա կեղտը լվում ես դու, սիրելի եղբայր քույր, չես զզվում, քանի տարի կեղտոտում այս շորի տակ, չես զզվում նրանից։ Բայց դու չես էլ հիշում, որ քո հերնումերն էլ քեզ են արել տենց։ Չես էլ հիշում դա։ Դա քեզ իսկ էլ պետք չի։ Նույնիսկ կան որդիներ իրենց ծնոն ասում մի vedro կաթ ես տվել, մի vedro կաթ է քեզ։ Աշխարհում չկա մի հովիվ, որ իր անդամի, եկեղեցու անդամի կեղտի շորը լվա, տես բան գոյություն չունի։ Բայց քո մայրը եւ հայրը լվացել են քո կեղտի շորը։ Են էլ տարիներ շարունակ։ Այսօր որ դու մարդ ես դառել, մեկիչ մեծացել ես, կարող է փող ես աշխատում, չի նշանակում որ քո հերնումերը զրոյ են։ Այսօր ցավալի այս ճշմարտությունը մեր երիտասարդության մեջ աշխարհը գնում է դրան։ Աշխարհը ասում է որ ծնողներին պետք չի լսել։ Ծնողները հետամնաց են, նրանք կոմպյուտեր չեն հասկանում ինչ բան է, շատ բաներ չեն գիտակցում, դուք զարգացած երիտասարդներ եք, դու ավելի խելացի եք, դու 21-րդ դարի ջադագով երիտասարդներ եք, դու ձեր ուղեղի մտածելակերպ ավելի զորավոր է, քան ձեր ծնողի։ Եվ կարելի է ծնողին վաբշե բանի տեղ չտնել, ծնողը որպես հետամնաց 20-րդ դարի թափտպուկ, այդպես համարում են շատերը, չեն էլ ուզում ամուսնանոց հետո ծնողի հետ ապրել։ Դա եվրոպական, ամերիկյան մտածելակերպ է։ Եվ այսօր շատ երիտասարդներ չեն էլ ուզում իրենց ծնողների հետ ապրեն։ Թեկուզ իրանց հորնավոր մի հատիկ որդին են։ Ես ցավալի մի դեպք եմ ուզում պատմեմ։ Շատ տարիներ առաջ ես թաղում եմ միտեղ, գնացի թաղում, այդտեղ մի եղբայր շատ էր ձգտում մեզի տանել իր տուն։ Ասում էր դե այսքան կանգնեք արևի տակ, մի քանի ժամ էլ կա թաղումը։ Արեք եթանք մեր տուն մի կտոր հաց կերեք եւ այլ հյուրասիրեն բան։ Գնացինք։ Գնացի ես պատական մտա այդ տուն։ Ինձ հետաքրքրեց, անկախ ինձ հետաքրքրեց։ Ասեցի քո տունն է, թե դու ստեղ ուրիշի տուն ես, վարձով եմ մնում։ Ասես վարձով մնում։ Տուն չունեք, հերնումերդ ո՞րց են, Բերևանում են ապրում, որտեղ են ապրում։ Քանակեր են ապրում։ Ինչ տուն է, սեփական տուն է։ Ախպեր քուր ունես, բայց թե ասես մի հատ քուր ունեմ, ախպեր չունեմ, քուրս էլ ամուսնացած է։ Բասի քո հորնումորնով է պահում։ Դե նրանց հետ ապրել հնարավոր չէր, խմող էր, հայող էր, սերեն էր եւ այլ եւ այլ։ Ասի քեզ խրատ եմ տալի տղա ջան, ուշադիր լս ինչ եմ ասում։ Ապաշխարի վերադարձի հորտունը քո կնգան է մի լսի։ Գլուխը դու ես, վերադարձի քո հորտունը։ Ես ասի, ես լսեցի։ Անցավ որոշ ժամանակ էլի։ Լսեցի, որ ոտքից օպերացիա եղել։ Նորից այդպես ստացվավ, այցելեցինք, հիվանդ էր, վերջապես խրատեցի, նույն խրատը տվեցի նորից։ Վերադարձի տղա ջան, հորնումորդ տունը, քեզի վատ բան է սպասվում։ Երիտասարդ էր ինքը։ Մի հատ երեխա ուներ, երկու հատ երեխա ուներ, երրորդն էլ կին եղի էր։ Ասի վերադարձի, վերջ երկարացնեմ, ժամանակը չկորցնեմ ձեր։ Հիմի ոտն են կդրում ստեղից, քոքից կդրում են։ Այցելեցի հիվանդանոց։ Ասի լավ չէր լեզուներդ կդրվեր, ոտը չկդրվեր։ Լավ չէր լինի։ Լեզուդ կդրվեր։ Քո կնգա լեզուն էլ կդրվեր, քո լեզուն էլ կդրվեր, քո ոտը չկը։ Լավ կլեր եղբայր ջան։ Լավ կլեր ես ոտը կդրում են։ Ոտը կդրավել չգնաց։ Չլսեց այդ խորդորը, արհամարեց։ Կարծում եք վերջն տես չի վերջանում։
Մեղքը խորանում է, ծնողին անարգողը, ծնողին չսիրողը, նա ոչ թե հավատացյալ, նա մարդ կոչվելու իրավունք չունի։ Նրան մարդ կոչելը մեղք է։